գործընկերներ, այսօր նահանգապետի մամուլի ծրագրի հյուրերն են Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի նախագահը եւ փոխնախագահը։ Կխոսենք մսամթերքի եւ կաթնամթերքի բնակավարում տեղի ունեցող խնդիրների մասին, իրավիճակը կգնահատենք ընդհանրապես ինչպես է եւ կխնդրենք մեր հյուրերին ներկայացնել օրերս մսամթերք արտադրող ընկերություններում իրականացվող դիտարկումների արդյունքները, լաբորատոր արդյունքները եւ ընդհանրապես կխոսենք սննդամթերքի անվտանգության մասին։ Տիկին Հակոբյան, խոսքը առաջինը ձեզն է։ Ինչ է կատարվում մեր կաթնամթերքի եւ մսամթերքի շուկայում։ Դե լավ, որ դրանից սկսեմ, բայց ամեն դեպքում ասեմ, որ այս տարի մեր հոբելյանական տարին է 25-ամյակը։ Այս մեքենայի մեջ եմ մոռացել բուկլետներն ու ժուրնալը։ Լավ, մեր հոբելյանական տարին է եւ 25 տարի մենք արդեն սպառողների կողքին ենք, ինչպես մենք նշում ենք, քառորդ դար սպառողների կողքին։ Հիմա բանը նրանում է, որ այս ընթացքում բավական շատ աշխատանքներ է կատարվել, չեմ ուզում դրա մասին խոսել, մենք բավական շատ ենք խոսել, բայց կոնկրետ մի քանի թիվ ասեմ, հա։ Օրինակ մեր այցելությունների քանակը արտադրամասեր, ինչի եմ դա շեշտում, քանի որ մենք պետք է խոսենք այդ արտադրամասերից բխող բոլոր հարցերը, խնդիրները։ 1500-ից ավել այցելություններ տարբեր արտադրամասեր, ընդ որում այս տարի սկսած ապրիլ ամսից մոտ 40-ից ավել արտադրամասեր մենք այցելել ենք։ Եվ մեր համար շատ ցավալի է, որ տարբեր լրատվամիջոցներ ոչ ճիշտ տեղեկություններ են հայտնում։ Ես հիշում եմ, որ երբ որ մի 3-4 ընկերության մասին էլի խոսում էին եւ կայքեջերում էին դրել այդ ոչ պատասխանատու, կարելի ասել, խնդիրները, այսինքն խնդիրները, որոնք իրոք մեր ազգաբնակության համար հանդիսանում են մեծ խնդիր։ Ես ինչ կասեի, չի կարելի ազգաբնակության անընդհատ պահել լարված վիճակում, վախի մի վիճակում։ Ուղղակի պետք է մեր ազգաբնակությունը եւ մեր լրատվամիջոցները, որ մեր ազգաբնակության մի մասն են, հստակ գիտակցեն, որ մենք սպառողներս, որ այս քառորդ դարը մեր կյանքի լավագույն տարիները եթե դրել ենք մեր ազգաբնակության առողջության պահպանման եւ առողջ սերնդի ձևավորման համար, թույլ չենք տա, որ վտանգավոր եւ անորակ սնունդ մտնի շուկա։ Ճիշտ է, կան անորակ, ճիշտ չէ, պարոն Հացյան, եւ ոչ ստանդարտներին համապատասխանող արտադրանքներ, որի մասին մենք խոսում ենք։ Ես ինչ կարող եմ ասել, որ ընդհանրապես ցանկացած լրատվամիջոց լինի, թե մարդ լինի, պետք է 10 անգամ չափի, ինչպես ֆրանսիացիներն են ասում, մեկ անգամ կտրի։ Հիմա, երևի պարոն Հացյանը մի փոքր շարունակի, ես կանցնեմ լաբորատոր հետազոտությունների։ Կան, չէ, ուրեմն ես ինչ եմ ուզում ասեմ, մեր շուկայում դրա համար ուզում էի փոխանցեմ պարոն Հացյանին, քանի որ մարքեթինգ մոնիտորինգի բաժնի պատասխանատուն ինքն է։ Ներողություն, պատասխանել եթե կարելի է։ Խնդրեմ։ Ուրեմն հնարավորինս աշխատում ենք, որպեսզի առաջնային սննդամթերք, հատկապես կաթնամթերք, մսամթերք ոլորտը լավագույնս տիրապետում ենք, հացաբուլկեղեն, ըմպելիքներ, որոնք առավել օգտագործում, իհարկե մենք ամբողջ շուկայի ծավալը վերահսկող չենք կարող, նկատի ուներ տիկին Հակոբյանը, որ աշխատում ենք հնարավորինս, բայց անկախ մեր կամքից դեռևս կան ոլորտներ, որը չեն կարող տիրապետել, մեծ է շուկան, չէ, մենակ հացաբուլկեղեն, կաթնամթերք, մսամթերքով չէ։ Իսկ այդ ոլորտները, որոնք առավել օգտագործող են սպառողների կողմից, մենք լավագույնս տիրապետում ենք, արդեն 20 տարի խորացված մոնիտորինգ ենք, մշտად դիտարկում ենք անցկացնում։ Հացաբուլկեղեն, կաթնամթերք, մսամթերք, հյութեր, ըմպելիքներ եւ հրուշակեղեն։
Մյուս ոլորտներին չենք հասցնում, որ այդպես խորը իմանանք։ Այս ոլորտների մասին ցանկացած գործընթացի ոչ ճիշտ կամ մեր կարծիքով ոչ ճիշտ մեկնաբանման համար մենք կարող ենք վիճարկել, այսպես ասենք, որովհետև լավագույնս ենք տիրապետում։ Մեր ամենօրյա գործընթացը դա է, մեր աշխատանքային գործը այդ շուկայի այդ ոլորտներին վերահսկելն է, որքան հնարավոր է։ Դա նկատի ուներ։ Հիմա կոնկրետ ասեմ, ուրեմն եթե արդեն ես կարամ այդ թեմայով ասեմ, այդ վերջերս որ այդ դու այդ ասա ես լաբորատոր հետազոտություններ եղավ, սիրով, ես առավել եւս ճիշտ ասած հիվանդ տեղից եկա, որովհետեւ կուզեի, որ անպայման անդրադառնայինք եւ այսպիսի ներկայացուցչական հավաք լիներ, ինչպես ասում եք, լրագրության լրագրողների կողմից, որպեսզի մենք խոսեինք անկեղծ ասենք, գիտեք ինչ կա, երբեմն կայացած շուկան տվյալ պահում կաթնամթերքի շուկան Հայաստանի Հանրապետությունում կայացած է, ինչ առումով 90%-ից ավելին տեղական արտադրության կաթնամթերքի իրացվող կաթնամթերքը տեղականը իհարկե դրա մի մասը մի 30%-ի 30-ից ավելը հումքը ներկրված է, չոր կաթով են պատրաստում, մնացածը տեղական հումքով է։ Ուրեմն մենք տարիների ընթացքում հասել ենք եւ իշխանությունները, եւ մենք, եւ արտադրողները, որպեսզի այդպես լինի, այլ ոչ թե ներկրվի։ Այն 10%-ը, որ ներկրվում է, ասեցի 90%-ը դա խտացրած եւ չոր կաթերն են։ Մնացած տեղական հիմնականում օգտագործվել է թթվածեր, մածուն եւ այլ տեղական արտադրում։ Նույնը մսամթերքը։ Երևի ավելի 90%-ի հարաբերությամբ քիչ էս կոմենկում տեղական արտադրությանը բնական է հումքը ներկրված Հայաստանում այդքան մսի հումք չկար եւ դա ուրախալի է որ տեղական մսից չեն պատրաստում շուկայի միսը կդառնա 10000 դրամ եթե բոլոր արտադրողները շուկայից տեղական միս վերցնեն հումքը ներկրված հումք է արտասահմանյան որակյալ երբեմն այդ կասկածելի տերմիններ ընկավ գոմեշի միսը նույն խոշոր եղջորավոր անասունի միս է եւ բարձր կալորականությամբ ուտելը պարզապես պետք է մի քիչ ջլազատել պատրաստման տեխնոլոգիական process-ները ավելի բարեխղճոր են կատարել այնպես որ խնդիր չի եղել նույնպես դրա համար մեզ ցավալի եղավ որ որոշ լրատվական միջոցներ կայքեր ջեր այսպես ասեմ չգիտեմ իրենց տեղը իշեցնելու համար թե մտածված թե պարտադրված երբեմն որովհետեւ ոլորտում ոչ բարեխիղճ մրցակից գործընկերներ կան, մեկը մյուսի գործին, այսպես ասեմ, ճակերտներով խփելու համար, որոշ օգտագործում են որոշ մարդկանց եւ սկսում են իրենց գործը շուկայում ավելի մեծացնելու ծավալները, դա կա այդ երևույթը կա, այնպես որ դա նոր չէ, դրա համար մեզ ցավ է պատճառում, որ ոլորտը կայացած եւ այսպես պատահական ասում են, այս ինչը վատ է, առանց հիմնավորելու, առանց մի րոպե, ասեմ, հիմա կասի մասնագետը, ուրեմն հիմնավորելը նա է, ես չեմ պաշտպանում Քավլիցի, ես ինքս այն մարդկանց եմ, որ ցանկացած մենք բացեք մեր սպառող ամսագիրը, տեսեք քանի մսամթերք վատագույն վատ արտադրողներին գրել ենք, նույնը կաթնամթերք, անգամ են մեծ շուկայում մեծ տեղ զբաղեցնում, որ չոր կաթը չի մակնշում, չի կրում, պատրաստված է չոր կաթից, մենք գրել ենք Այնպես որ մենք դրանից է անարատ էկոլոգիապես մաքուր։ Հա, թուրիմացիան մեջ է, օրենքը չի արգելում չոր կաթից կաթնամթերք պատրաստել, բայց բարինիկ է պատրաստված է չոր կաթից։ Հա, ուրեմն ես մի նախադասությամբ ավարտեմ, ասեմ, ցավը նրանումն է, որ ասում եք, ձեզ թվում է մեկին լսողին, հաճախորդին, բայց դա այն խնդիրն է, որ շատ բծախնդիր մանրամասն ծանրակշիռ փաստերով լաբորատոր 1 փորձարկումով չէ, մի քանի լաբորատոր փորձարկում, ինչ կարծեք, որ կներեք հազար անգամ։ Այս պահին ո՞ր փաստն եք հիմա դուք հետքում, այդ որ լրատվամիջոցները։ Ես ընդհանրապես երևույթ է, որ լրատվամիջոցները մեկ էլ մի ամիս, 2 ամիսի մեկ ասում են, «Էս ինչ ինտերեսանուններ, ես չեմ նկատել», բայց լսեք, ուրեմն առաջի դե հիմա իմ կարծիքն է, որ Հիմա գիտեք պատասխանատվության խնդիրը իրենց գործն է, բայց այստեղ հարցը այն է, որ մարդիկ չեն ունում քաշքշուկ հետև, բայց ամենայն դեպս ես չեմ պաշտպանում, չգիտեմ էլ որի մասին է եղել, բայց ոլորտին որ լավատեղյակ եմ, գիտեմ որ հնարավոր չէ, բոլորը նույն որակ են արտադրում։ Ինչպես պատահեց, որ մեկը բոլորը նույն հումք են ստանում։ Մոտ 3 տասնյակից ավել մսամթերք արտադրողներ նույն միսը ներկրողը 1-2 ընկերությունները նույն հումքից են արտա։ Ինչպես պատահեց, որ մեկի մոտ շատ լավ ստացվեց, մեկի մոտ վադեստալ։ Դա արդեն արտադրողների գործ է։ Մեկի սանիտարահիգիենիկ պայմանները
Չէ, դա այդքան ազդեցություն չի թողնի։ Ամենայն դեպս իմ կարծիքն է, որ երբեմն դա չեմ կարծում, որ Լաբորատոր արդյունքների Հիմա խնդրում եմ մի րոպե հանգստացեք, ուրեմն եթե մեր շուկայում ինչ-որ մի բան այն չի լինում եւ դա պետք է վնաս հասցնի մեր ազգաբնակչությանը գետ 1%-ով, մենք դրա մասին եւ բարձրաձայնում ենք կառավարությանը եւ սննդի անվտանգության տեսչությանը եւ լրացուցիչ այլ պատկան մարմիններին, իհարկե եւ լրատվամիջոցներին։ Ինչ վերաբերում է այս ստուգումներին, ստուգումները հենց սկզբից երբ որ ինձ հրավիրեցին մի քանի ամիս առաջ այնտեղ բեկոն պրոդուկտներ, մի քանի չեմ ուզում անուններ ասեմ, մի քանի ընկերությունների մասին էր խոսքը, այսօր էլ երկու ընկերության մասին է խոսքը, դրանց անուններն էլ չեմ ուզում տամ, պարոն Հատյանը հենց դրա համար էլ չտվեց, ուրեմն ինչ ձևի է կատարում, ես ինքս մասնագիտությամբ բժիշկ եմ, էպիդեմիոլոգ եւ ինֆեկցիոնիստ, ինչի եմ դա ասում, որպեսզի այն լրատվամիջոցները, որոնք ուղղակի վերցնում են եւ չգիտեմ ինչ պայմաններում տանում են եւ ստուգում են կամ լաբորատոր ինչ որ մարդ գալիս վերցնում տանում է ստուգում է, դա ճիշտ չէ։ Ուրեմն ընդհանուր առմամբ մեթոդը ճիշտ չէ։ Այո, փորձարկումները կատարվում են ընտրովի եղանակով, եթե ուզում ես ինչ որ մի ընկերության արտադրանքը վերցնես, դա կատարում ես ընտրովի եղանակով։ Արտադրանքը հենց այնպես չէ, որ հասնում է շուկա։ Արտադրանքը տեղում արտադրում է, հնարավոր է տեղում իր լրիվ ստանդարտներին համապատասխան, սամպիներին համապատասխան լրիվ լավ մթերք լինի եւ տրանսպորտիրովկան կատարում են, իհարկե մենք գիտենք, որ մեծ ընկերությունները ունեն իրենց տեղափոխման մեքենան եւ շատ լավ է դա սառնանային եւ ձմեռ եւ ամառ, որպեսզի ջերմաստիճանը նույնը լինի եւ պլյուս դրան արդյոք այդ լրատվամիջոցները տեսել են, թե ինչ պայմաններում է պահպանվում մթերքը, հատկապես սննդամթերքը։ Դուք գիտեք, որ ամեն մի սննդամթերք ունի իր պահպանման պայմանները։ Մենք Չէ, հիմա ես ասեմ, սպասում են, ես էլ ասեմ, որ բոլորը դրանք խախտվել են։ Ինչպես Ուրեմն, դե ես դրա համար ասում եմ, մենք 40-ից ավել տնտեսվարող սուբյեկտների մոտ եղել ենք եւ մենք մեր լաբորատոր հետազոտությունները ցույց է տվել, որ այնտեղ խախտումներ չկան արտադրական process-ի եւ այլ։ Մենք տվել ենք, դե սպասեք ասենք, երբ որ ինձ հրավիրեցին առաջի անգամ այդ բումը բարձրացավ, ես հրաժարվեցի, ինչու՞։ Որովհետև մենք չունեինք համապատասխան բոլոր փորձարկումները։ Իրենք փորձարկումները ճիշտ չեն անում։ Փորձարկումը կատարվում է 3 առնվազն 3 լաբորատորիաների արդյունքների հիման վրա։ Վերցնել մեկ լաբորատորիայի արդյունքը եւ դա ասել վատն է, դա ճիշտ չէ։ Կամ ինչ որ միտեղ գնալ մի հատ ճմրթված ապրանք ճարել ու տանել դա հետազոտման տալ կամ ինչ որ մեկը տանի, չգիտեմ, ինչ պայմաններում պահի, այն ժամանակ ամառ էր, հիշում եմ, որ ինձ հրավիրեցին, տանի ինչ որ վատ պայմաններում պահի եւ դա տա լաբորատոր հետազոտության եւ ասի դա ճիշտ է, իհարկե չէ, խախտվել է եւ լաբորատոր հետազոտման բանը մեթոդաբանությունը։ Նրանք պետք է անպայման 3 հավատարմագրված լաբորատորիաների տային հետազոտությունը։ 1. Ընտրովի եղանակով պետք է արվեր ոչ թե այս շուկայից միայն, այս առևտրի կետից, այլ մի քանի առևտրի կետերից պետք է վերցնել տվյալ սննդամթերքը, ինչպես մենք ենք արել։ Եվ դրանք անպայման պետք է կոդավորվի լրիվ նորմալ պայմաններում,
Դուք գիտեք, որ բոքսային պայմաններում է կատարվում, հատուկ ստերիլ պայմաններում, ստերիլ տարաններում։ Իսկ մենք տեսանք, թե ինչպես են, մենք բոլոր այդ բաները քաշել մեր մոտ կա, մենք անընդհատ նայում ենք, հետազոտում ենք, թե ինչպես ուղակի վերցնում են, պտտացնում, իբր չտեսան ու մարտադրանքն Ովքեր ճիշտ չեն անում հետազոտությունները, որ ասեցիք նրանք ճիշտ չեն անում, ովքեր ճիշտ չեն անում։ Ես ասում եմ, ընդհանրապես լաբորատոր հետազոտումը կատարվում է 3 ուղղայաց լաբորատորիաներում։ Եթե մենք 3-ը ստանանք, 3-ի արդյունքներից մեր հանձնախումբը նստում եւ եզրակացություն է անում։ Օրինակ այն անգամ, որ այդ մի քանի ընկերությունների համար խոսել էին, մենք լրիվ վերցրեցինք, տվեցինք եւ տվյալ արտադրամասից վերցրեցինք եւ շուկաներից տարբեր կետերից եւ հատուկ հանձնախմբով բոլորը ստորագրեցինք, տվեցինք կոդավորված լաբորատորիա, որ լաբորատորիան չիմանա ում արտադրանքն է, որտեղ ընկերներն դուք մի բան լավ հիշեք, էլի բոլոր լաբորատորիաները աշխատում են տնտեսվարող սուբյեկտների հետ, բոլորը անխտիր։ Եթե մի տնտեսվարող սուբյեկտ հանկարծ այս լաբորատորիա մտածում է, դե գիտեք մեր մոտ ոնց է, ծանոթ բարեկամ ընկեր, ասում են, գիտես ինչ, այն մի լաբորատորիան ավելի լավն է, այստեղից վերցրու տուր են մեկին։ Եվ այդ լաբորատորիայից վերցնում են տալիս այլ լաբորատորիա իրենց հետազոտությունները կատարելու եւ ավելի ճիշտ պատասխաններ ստանալու համար, տեսնում ես, այս լաբորատորիան նեղացած իրան վիճակում սկսում է ավելի վատ ռեակցիաներ տալ։ Մեկ հստակ է, դուք ուսումնասիրություններ կատարեք 40-ից ավելի մսամթերք Չէ, մսամթերք, կաթնամթերք, հաղցրավենի, հրուշակեղենի եւ ալրային եւ շաքարային հրուշակեղենի եւ հացամթերք մենք ընդհանուր ենք կատարել։ Եվ ասում եք, որ մենք խնդիր չունենք այդ ոլորտներում։ Չէ, ես ասում եմ, կան արտադրողներ, ոչ նորմալ արտադրողներ, որի մասին մենք ասում ենք, բայց այն ընկերությունները, որոնց որի հիման վրա է հասկանում եմ։ Դե հիմա բավական դա է փոխարեն, ինչն է դες անհանգստացել, որ բացնել են։ Ես հիմա եկել եք խոսում, որ ընկերությունների մասին ենք, մենք կապարոն էսպես խոսում ենք։ Ընկերներ, ուրեմն լսեք, ես ձեզ ասում եմ, որ այն նյութերը, որ տրամադրել էր ստանդարտ դիալոգը, ես պատրաստ եմ, մեր ասոցիացիան եւ ակադեմիայի բոլոր մասնագետները պատրաստ ենք իրեն հետ վիճարկելու։ Մեկ, ինչու, որովհետեւ եթե մեկ լաբորատորիայի արդյունքով կարելի է այսպիսի բում անել, եզրակացություն անել, մենք դրան դեմ ենք, որպես մասնագետներ, ընկերներ, մենք հո լրագրող չենք, մենք մասնագետ ենք, իսկ մասնագետները ասում են, եթե չկա 3 պարալելներ զուգահեռ լաբորատորիաների արդյունքներ, ոչ մեկը իրավունք չունի այդպիսի արձագանքներ Վերջնական կարծիք Ինչպես Որ լրատվամիջոցները Մասնագետները որ լրատվամիջոցներ են հրապարակել, որի հիման վրա դուք մի քանի կայքեջերում մենք նայեցինք Ես վերջում էլ ենք նայել, ինչի մասն է խոսքը, որտեղ եւ Բարիս Ամարացու անունն էր, ես հիմա եկել եմ ասում, մենք չենք ուզում ֆիրմաների անուն տալ։ Պետական կառույցն է հրապարակել, ոչ թե լրատվամիջոցները։ Գիտենք։ Հա, կապ չունի, մենք չենք ասում մենակ լրատվամիջոցներն են, ընդհանրապես Դրա այդ երևույթի մասին է խոսքը, որ այդպես հապճեպ չի կարելի եզրակացնել։ Հարցը դա է։ Թող մեկ ասեք այդ մասին, այսինքն պետական կառույցներն էլ չպետք է վստահենք այդ պահին։ Ընկերներ, ուրեմն ես անկեղծ ձեզ ասեմ, էլի, որ ցանկացած պետական կառույց կամ ցանկացած լաբորատորիա, ցանկացած անձ, եթե ձեզ տալիս է մի թուղթ, որի վրա գրված է, որ այս ընկերությունները վատագույնն են կամ լավագույնն են, դրա տակ պետք է ունենան հատուկ փաթեթ, որ աշխատել են դրա վրա,
տվել են լաբորատոր հետազոտություններ, կատարվել են լաբորատոր հետազոտություններ, եղել են այցեր, կրկնակին անում ենք, մենք քառակի ենք անում, իրանք դիան են, դրա համար եմ ասում։ Տիկին Հակոբյան, դուք միտում եք այդ դեպքում նկատում, մսամթերքի շուկայում հատուկ է Իհարկե, ամենաարվում։ ուղղակի գիտեք, մեր մոտ մեկ էլ եմ ասում, սովորություն է դարձել մեր բոլոր արտադրողների մոտ կարծես, ինչ որ մեկը արտադրում է մի արտադրանք, ես ուղղակի որպես դուք ասցիք սկսեք հենց մի անգամից դրանից, եթե ես մի քիչ հեռվից գայի, կասեի, որ 90-ականներին երբ որ մենք շուկաները ուսումնասիրում էինք, մենք տեղական արտադրանք չունեինք։ Եվ երբ որ ես մտա վարչապետի եւ նախագահի մոտ, ասի ես ինչ ա կատարում, մենք կոնսերվացված նրբ երշիկ եւ այլն Իտալիայից էինք ներկրում, մի մասը գերմանական կար, մի մեծ մասը գալիս էր Պարսկաստանից այդ կատկատնամթերքը, ասի ամոթ ամես, մենք երկիր ենք, թե չէ, եկեք սկսենք ինչ որ տեղական արտադրողներին, չէ որ Սովետ միության ժամանակ մենք ունեցել ենք հզոր արտադրողներ, եկեք նրանց խնդրենք, աղաչենք կամ չգիտեմ խրախուսենք եւ սկսեն արտադրել, եւ մարդիկ սկսեցին արտադրել, առաջ շատ վատ էր, կամաց մարդիկ այսօր արտադրում են եւ հավատացած եղեք, մեր մսամթերքի շուկայի լավագույնները ԱՊՀ տարածքում ամենալավն է, ազնիվ խոսք եմ ձեզ ասում, դա պրոստը այնպես չէ, որտեղ մենք ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, մենք ուղղակի միկրոֆոն չենք ճարում, որ խոսենք, ընդհանրապես ես խուսափում եմ շատ խոսելուց, որտեղ մի բան ասում ես, մի ուրիշ բան հայտարարվում է, դա ինձ դուր չի գալի, դրա համար ես շատ դեպքում խուսափում եմ, հիմա ես ձեզ ասում եմ, հենց առաջինը ստանդարտ դիալոգը, որ տվել է իր պատասխանները, մենք նրա հետ ունեցել ենք մի այլ ժամանակ պրոբլեմ, ես կառավարության հանձնախմբի մեջ եմ եղել, երբ որ ստանդարտ դիալոգը հավատարմագրվել է, եւ իրենք ասում էին մենք ջեմոն 100%-ով անում ենք այն ժամանակ, գենոմոդիֆիկացված ցնդամթերքը, չունենալով կարգին մասնագետներ։ Եվ սարքավորում էր համապատասխան։ Իսկ հիմա մեկ այսպիսի լաբորատորիա արդյունքի հիման վրա տալ եզրակացություն, ես համաձայն չեմ, թող տան 3 լաբորատորիաներ, ինչպես մենք ենք տալիս, եւ արդյունքները ճիշտ ասեն, որպեսզի այս ազգաբնակչությունը վերջապես մոլորության մեջ չընկնի, իմանա ինչ գնի, ինչ ուտի, մեղք է մեր ազգը, դուք չեք պատկերացնում, դուք այդքան ազգաբնակչության հետ միգուցե չեք շփվում, բայց մենք բոլոր տարեկան մոտ 30-40 այցելություն ենք ունենում, մեր մարզային կառույցներ, մասնաճյուղեր եւ գյուղեր, մենք խոսում ենք, չէ՞ մարդկանց հետ, զգում ենք իրենք ինչ են, վատ վիճակի մեջ են, իսկ եթե հարցեր ունեք, ես ասում եմ, ես մնում եմ իմ կարծիքին, որ այդ ձև մենք կատարել ենք հետազոտություններ, մեր հետազոտությունները եղել են նորմալ, թե ով ինչպես է կատարել չգիտեմ։ Լրագրողը հարց ունեք։ Հարց ունեք, պожалуйста։ Եթե Ստագեցում որ հետո չլինի որ այսինքն դուք այստեղ միտում թե ինչ որ պատվեր նման բան Հնարավոր է եւ միտում լինի, հնարավոր է եւ պատվեր լինի, հնարավոր է եւ այդ ընկերները որ գնացին, հնարավոր է, որ գնան ինչ որ մի խանութում տեսնեն այն ապրանքը, որ խանութի աշխատողը, խանութի տերը իրավունք չունի, խանութը իրավունք չունի դա վաճառելու, ժամկետ անցելնում կամ պայմանները ճիշտ չի պահպանում եւ այլն, այդ ժամանակ հնարավոր է որ լինի, բայց դա արտադրողի մեղքը չի, մեկ էլ եմ ասում, մեզնից շատ սպառողի մասին ոչ մեկը չի մտածում, նույնիսկ պետական կառույցները, ես իրենց էլ եմ ասում։ Պահպանվել է բոլոր այդ բաները, դրա մասին է խոսքը։ Չի պահպանվել։ 3 լաբորատորիաների արդյունքները ինձ ցույց տվեք։ 3 լաբորատորիաների արդյունքները ցույց տվեք։ Այո։ Այո։ Մենք միշտ կատարում ենք 3 լաբորատորիա եւ ավելի։ Հələ մենք ամերիկյան համալսարանում մեր անդամներից մեկը ունի լաբորատորիա, մենք այսպես ասած Պահեստայինն ընդեղել ենք հարգեղած դեպքում։ Չէ,
ստուգելու համար մի հատ էլ իրան։ Դա եմ ասում, կոնտրոլ։ Արտադրողները չեն պատասխանատվության կանոն։ Ուրեմն եթե մեր արտադրողները, ես ձեզ Իրանց վարկատիշի հեղինակություն։ Այո, տեսեք ինչ ա կատարում մեր ընդհանուր, մենք խոսել ենք արտադրողների հետ։ Ասма դե լավ, մի անգամ ասեցին անցավ, եթե մենք սկսենք փոր փրել, ավելի շատ երկար process պետք է լինի եւ կարծես թե դրա վրա ավելի շատ ժամանակ եւ մենք գիտենք ինչեր պետք է ծախսվի, քան մենք այդ Լրենք եւ լրենք ու անցնենք։ Բայց վտանգ չէ, որ բնակչությանը եթե տեղյակի պահում այդ ինչ որ արտադրության մասին եւ այլն, Հավատացեք, որ բնակչության մեծ տոկոսը այդպիսի բաների ուշադրություն չի դարձնում։ Մենք հարցումներ ենք անում։ Առնվազն մենք ամիսը 4-500 մարդու հարցում ենք անում։ Հեռախոսով, տետ-ա-տետ եւ այլն։ Մենք գիտենք ինչ են բանում։ Դե իմի եթե բարի համարացու մասին օրինակ խոսել են, գնանք հիմա շուկա եւ տեսնենք բարի համարացու մթերքը գնում են թե չէ։ Իհարկե գնում են, որտեվ մարդիկ գիտեն ինստինկտով գիտեն, որ վատ արտադրանք չի, լավ արտադրանք է։ Ես մեկ էլ եմ ասում, չեմ եկել այստեղ ինչ որ մեկի գովաբանելու։ Ամենաշատ, եթե ինչ որ մի ֆիրմայի կամ ֆիրմաների կպել ենք, դա սպառողների ազգային ասոցիացիան ա եղել, որ հստակ ասել է, ընկեր դու այս բանում սխալ ես, դու այս բանը պիտի ուղղես։ Մենք ավելի շատ խորհրդատվական ենք իրենց հետ աշխատել։ Դրա համար իրենք մեր հետ բաց խոսում են ամեն ինչի մասին։ Մենք չենք գնում թուր ու թվանգը վերցնում։ Այ այսքան լրագրողներից ես կխնդրեի ընկերական մի հատ խումբ կազմենք։ Մենք էլ ձեր հետ ցանկացած օր, որպեսզի չասեք բանա, ինձ ասեք, որ այս ինչ արտադրամաս ուզում ենք գնալ։ Մի անգամ գնացել եք դուք արտադրամաս։ Որտեղ եք։ Բարի Սամարացիում եղել եք։ Ինչպիսին է արտադրությունը։ Չէ, դուք նկարել եք ռեկլամի համար։ Մենք չենք գնում ռեկլամի համար։ Երբ որ մենք գնացինք, ես իմ Թումո կենտրոնից երբ որ հրավիրել էի ֆոտոռեպորտաժ, ասել եմ ինչ վատ բան տենաս, միայն նա կնկարես։ Ինչ վատ բան կտեսնես։ Մենք պետական այս ձևի է, ուրեմն մեր մոտ մեր պետական կառույցները ասում են, գիտեք ինչ, եթե դուք ինչ որ մի բան անում եք, մեզ տվեք։ Ես էլ միջազգային կառույց լինելով, ասում եմ այդ ձևի չէ, ինքեր։ Դու պետք է քո տվյալները ինձ տաս, որ ես ազգաբնակչությանը հաղորդեմ։ Օրենքով այդ ձևի է։ Լավ էլի։ Ասեղը ոնց է։ Ոչ մեկ չվիճարկեց դա։ Լսեք, ոնց կարող է։ Վիճինայի մեջ։ Մենք գիտենք, որ մի արտադրողի մոտ, օրինակ փոքր ոսկոր ա եղել, ուզում եք պայուսակից մեջ անեմ ցույց տամ։ Ես այդ ոսկորը 10 անգամ այդ արտադրողի աչքն եմ մտցրել։ Ասել եմ տես, եթե մի անգամ էլ այսպիսի բան բերեն, եկեք ցույց տամ, որ հավատակ էլի։ Դուք մի քիչ Այդ վերջին ստուգայցների ընթացքում։ Բայց ասեղը հնարավոր չէ, դա կողմնակ է անձա, միգուցե սարքավորման, այդ սարքավորումների մասն է։ Ոչ, ասեղ ասում։ Դե հիմա գիտեք ինչ կներեք, ես որպես չեզոք մարդ, ոչ եկում։ Կարող եմ ասել ասեղը այնպիսի միջոց է, կարելի է գնելուց հետո մտցնել մեջը։ Ինչպես որ դիտում էլի միտումնա։ որովհետև արտադրական գիծը հոսքային այնպիսին է, որ այնտեղից չի կարող ասեղ մտնել։ Մի հատ կտոր, բանը 100 անգամ այդ մարդու աչքն եմ մտցրել դե արտադրող։ Դե իրանք խուսափում են ավելի աղմուկ բարձրանա, բավարարվում են այսքանով, որ 10 մարդ գիտի, իսկ եթե դատարաններում այդ գործը շարունակվի 100 մարդ կիմանան, դրա համար իրանք խուսափում են։ Ցույց եմ տալու։ Այս մի փոքր բանը, որ, պожалуйста, արտադրողի մոտ, երբ որ մեզ բերեց սպառողը, եւ մենք տեսանք, որ արտադրողն է, 15 անգամ իր մոտ գնացել ենք։ Խնդրը, բայց սա դուք չպահեք ուրիշ բան ցույց տակ, ուրիշ բան ասեք։ Չէ, դուք կարող ա հիմա ասեք, որ մենք սա գտել է։ Ասում եմ, երբ որ սպառողը սա մեր մոտ բերեց, մենք 15 անգամ այդ արտադրամաս են գնացել
Երևի մի 100 անգամ ես այդ մարդուն աչքն եմ մցրել ես։ Ասել եմ լսի, սա պահելու եմ, որպես հիշատակ։ Հանկարծ եթե քեզնից մի հատ բողոք եղավ, ես չգիտեմ ինչ եմ անելու։ Տիկին Հակոբյան, եթե լրագրողները հարցեր չունեն, փաստորեն դուք այսօր բոլորին Մեր լրագրողները չգիտեմ ինչու չեն հավատում։ Դե մենք ազգս անհավատ ազգ ենք։ Մի քիչ էլ, չէ, մի քիչ էլ, մի քիչ էլ, երեխեք ջան, դուք փոքր եք, երեխեք ջան, սպասեք ասեմ, էլի, դուք մի քիչ երիտասարդ եք, այդ տարիները փորձ չունեք, չեք տեսել, ես մեկ էլ եմ ասում, եթե գետ մի բան լինում է, այդ ասեղ գտնողը մեր տեղը չգիտեր, ինչի է գնացել լաբորատորիա փող ծախսել, թող գար մեր մոտ, մենք այդ արտադրողի կներեք արտադրությունից չգիտեմ հերեկանից էի։ Ինքը միանգամից արտադրողին է դիմել, ժուրնալիստ էր այդ աղջիկով գտել է ու իրավունքները։ Լսել եմ պատմությունը, բայց ես անկեղծ ասած չեմ հավատում, ասում եմ։ Ասել ասեղը իրոք մեջն է։ Չէ, արտադրողը բնականաբար հերքել է, դե քանի որ հավատացել է ինչ է այդ Վարի Սամարացի տնօրենը, տերը։ Փոխանակ ինքը մտահոգվել է արտադրանքի մասին, բան, ասում է դուք կպել եք Աստո Բիբին։ Խի դու Աստված ես, որ մենք կպնենք Ես երբ որ գնում եմ այդ արտադրամաս, իմ համար մեկը, առաջինը ինքը առաքելական եկեղեցու հետնորդ է, չէ, սեկտա չի, ես սեկտաներից զզվում եմ, պարզ ասել, ինքը սեկտա չի, Բայց տեղ արտադրամքը ամսնավորել հիմա մեկ էլ եմ ասում, իմ համար, էդ էի ասում, իմ համար էական նշանակություն չունի, թե ով է, ինչ է անում եւ այլ, իմ համար, իր արտադրանքն է բան։ բայց նրան ասում են խնդրի մասին, ինքնայի մեջ ասել է, Պերեդիվի համար էր արվել այդ աղջիկը։ Տիկին Հակոբյան, իրոք գուցե լրագրողների հետ կազմակերպեք դուք միակ անգամ շրջած, այն է Եկեք, պատահական, որպեսզի երեխեք ջան։ Այո, իրանք օրը ժամը ասեն, պատահական ժամ, պատահական օր, իմ վիզիտկան տալիս եմ, կազմակերպեք խումբ, ցանկացած նորմալ, որի մասին մենք լավ ենք ասում, մենք գիտեք 20 արտադրողի վատ ենք ասում։ Ինչ պետք է տա, գրանտ լսեք Տիկին Հակոբյան։ Չէ, Քենզի արտադրակ, այդ հոսքը, ամեն ինչ այդ խմորեղենի, չէ, ինչքան բան են իրանք բոլորը։ 2 օր առաջ են խմորեղեն են կարել։ Բա որ Grand Kenzi արը էստեղ էր, խիչ ասցիք։ Արի ինչ կապ ունի։ Ոնց թե արը կնկարեր ու կցույց կտա։ իրանցն էր։ Իմ ասած արի հաստատ չէր նկարել։ Կամ կգնար կասեր, անպայման, Տիգրանուհին այն աղջիկը չի, որ չգնար մի անգամից ասեր։ Մազը երկար մազը հանեց ամուսինս մեջ։ Ներողություն։ Ինչի չդիմեցիք մեզ, իսկ ինչի չդիմեցիք։ Սպասեք, ինչի չդիմեցիք մեզ։ Ահա, իսկ երկար մազով մենք գնացել ենք, ընդ մարդ տեսել ենք։ Չէ։ Բոլորը հատուկ բաներով աշխատում են։ Տեսե իրանց հոսքագիծն դուք ասում եք Տիկին Հակոբյան, հնարավոր է ինչ-որ մթերքները, խանութները վերցնեն, այդ ֆիրմային մթերքների հետ հավասար սկսեն վաճառել, դա ոչ թե լինի Իհարկե, բայց մեր չէ, բայց ես ասում եմ, մենք այնքան կեղծված ապրանք ունենք, հետո գնում ենք մենք սուպերմարկետ, ասում ենք այս թխվածքը ով է պատրաստել, ասում եմ դե լավ է Տիկին Հակոբյան, չգիտեք որ տան պատրաստածը, ասում եմ սերտիֆիկատ ունենք, ստիպեցինք, որ որոշ սուպերմարկետներ իրենք սկսեցին սերտիֆիկատ անել, իրենք սկսեցին նորմալ արտադրել, ինչի մասին է խոսքը, դուք մեկ էլ եմ ասում, ձեր համար շատ հեշտ է այդ ձևի խոսել, հələ քանի տարի է լրագրող, ձեր համար ինչպես է։ Լուսինե Բուդանյան, ես 2000 թվականից սոցիալական ոլորտ եմ։ Շատ ուրախ եմ, Լուսինե ջան, եթե դուք ձեր 25 տարին նվիրեիք մի գործի եւ ոչ թե երեք այսօր պետք է, ասում են, ոլորտա լավ նա զարգացողա հկը բացենք եւ այլն, այդ ձևի չեն, այլ դու եւ նյութապես եւ առողջությունը դու քայքայել ես այդ ոլորտի համար, դու արդյոք ուրիշ բան կարող ես քեզ թույլ տալ, օրինակ ես իմ պատվից ցածր եմ համարում, որևիցե մի հատ արտադրողի մասին
ինքը լավ չլինելով նրա մասին լավ խոսեմ։ Ես դրանց այն, ախր դուք չեք պատկերացնում, որ մենք գնում ենք, դրանք ինչ վիճակի մեջ են ելնում։ Նույնիսկ լավ արտադրողները, այն վախից չգիտեն ինչ անեն, որովհետև մենք ասում ենք, չենք գալիս ձեզ, չգիտեմ, եւ պաբլաշկա, եւ չեն գալիս ձեզ տուգանելու։ Մենք գալիս ենք տեսնենք ինչպիսին է արտադրանքը, որտեղ թերություն ունեք, այդ թերությունը դուք վերացնեք, որպեսզի մեր սպառողը ստանա լավ արտադրանք։ Մենք դրա համար ենք պայքարում, երեխեք ջան։ 25 տարին իմ կյանքի ես դրա վրա եմ նվիրել։ Իմ առողջությունն էլ է դա։ Այս պետական կառույցների հետ կռվելով, այս արտադրողների հետ կռվելով, այս շանտաժն էլ ստանալով, գիտեք, այդտենց հարթանց են։ Այս 25 տարում ես չգիտեմ ինչքան ծերացա։ Տիկին Հակոբյան, Հասարակ մի բան, տեսեք, միսը որ մսամթերքը գալիս է արտասահմանի ձեր ներգրվողի մասին է։ Նույնիսկ ինքը այդ կոնտեյներներում օդանավակայանի այդ կարգոյում, չգիտեմ որտեղ որ պահվում է, հնարավոր է նրա որակը հենց այդտեղ փոխվի։ Հնարավոր է։ Եթե լինում են հատուկ տեղեր կան մատորին բան մոտ, դրանք կարա կոնտեյների մի այո, այդ մասը այդ ինչքան իդեալական պայմաններ ինձ լսեք, ասը Ջանիկս լսի, այդ մասերը գնում են են վատ արտադրողները, լավ արտադրողները գնում են լավն են վերցնում, այդ վատ մասերը գնում են վատ արտադրողները, որոնց անունը մենք անընդհատ տալիս ենք, ասում ենք լավը չի տտտի տակ դալի, գնում են նրանք են գնում ու տանում ինչ որ բան սարքում, գույն տալի ու ժողովրդին տալ։ Մենք էլ ասում ենք, կարա մի հատված ընկնի նաև լավ արտադրող, դրա մասին է խոսքը։ Էլի եմ ասում, հնարավոր է, երեխեք ջան։ Նույնիսկ իր այդ բաները, շրիշակի, կլենդուզի բաները, Կորա, հա, կորա, որ ոչ մի բացի, ոչ մի միկրոբատ չկա, Գիտեմ։ եւ այդտեղ ամենը լվանում է։ Այդ շինարարության ժամանակ իմ ամուսինս էլ է եղել, ես էլ եմ եղել։ Դա բոլորը մեր առաջարկներն է, որ ասել ենք, սա սնիպներին, սամպիններին պետք է համապատասխան։ Նույնը Մարիանայում ենք արել եւ շատ տեղեր։ Չէ, բայց եթե միսը խնդիր ունենա, գուցե մի հատված ընկած լինի այդ իրանց մսի, այդ իսկ միսը չի ենթարկվում լաբորատոր փորձարկում։ Իհարկե։ Միսը, այդ միսը։ Ուրեմն միսը առաջինը, որ նրանք ստանում են, տալիս են իրենց սերտիֆիկատ, դուք գիտեք բոլորը տովաբերում, չեմ ասում, տալիս են սերտիֆիկատ, այդ սերտիֆիկատը վերցնում է, նա գնում է լաբորատորիա, ասում արի ընտրովի իմ միսը ստուգի, ինչպես եւ մենք ենք գնում, իրանց պահեստ ենք մտնում առաջինը եւ սկսում ենք տարբեր տեղերից սկսուկներ վերցնել, միսը մի հատ տնտղել, մեր մոտ գիտեք քանի հատ այդպես բուդա էլ էսպես, ասում ենք բացեք հլը, այդ ձեր ասած որ փչացածը տեսնենք, մենք Մեկինում ասում, դուք որ ասում եք հնարավոր է, բայց մենք այդքան, ասենք, մարդիկ 5-6 տոննա ստանում են, 10 տոննա, 20 տոննա, ոչ չեն գնա սաղ ստուգենք, ընտրովի մենք գնում ենք, և բացել ենք տալիս, և ասում ենք կծեք աղալու, մշակեք կծեք աղալու, սպասում ենք, տեսնում ենք ինչպես են աղում, Ինչ գույնի վտուցեք չէ, այդ ընթացքում պարոն Հացյանը ուրիշ բան ասում, ես ուրիշ ես նայում եմ դրամ սանիտարիա-հիգիենիկ պայմանները ոնց են պահպանում Պերչատկաններով են աշխատում, թե ոչ, ձերքերի վրա մազեր կա, թե ոչ, դուք կարող եք դրան ուշադրություն չդարձնեք, բայց ես որ ինֆեկցիոնիստ եմ եղել, ես ամեն ինչին ուշադրություն եմ դարձնում Ու եթե ես միտեղ գնացի, տղամարդը առանց պերչատկաների ձերքը գցած բանի մեջ, այդ խմորի մեջ բաներ անում, ասի լսի, վաղը մազը որ մեջը հայտնաբերեն, ինչ պետք է ասեն, ինչ արեցին պարոն Հացյան այդ ֆիրման, ասեց ներողություն եմ խնդրում, նամակ գրեց, ասեց մենք փակվում ենք, փակեցին, ասին երբ որ լավը մենք Սարքենք ամեն ինչը, հետո նոր ձեզ կհրավիրենք կգաք կնայեք Դուք գիտեք ինչքան այդ ձևի բան է Թե չէ այս ձևի գիտեք Այդ դրա համար չեմ գնում մամլա ասուլիսների Որտև այս լրատվամիջոցները
արհամալում թողում գնում են, ընկերներ, սպասեք, մեկ էլ եմ ասում, ձեզ մանրամասը ասենք, դուք ես սովորեք, դուք իմ առաջի բանը, որ ես Տիգրան Սարգսյանին ասել եմ, մենք չունենք սպառողական ինստիտուտ, չունենք լրագրողներից սպառողական այդ ոլորտը ուսումնասիրող մարդիկ, դուք պետք է ձեր մի մասը ամեն մի կանալ մի հոգու ուղարկեր մեր մոտ, ինչպես մենք էինք նախատեսել, գար մենք սովորացնեինք, որ ինչ ձևի խոսել, ինչ ձևի ասել, որտեղ բռնել, որտեղից կարող եք բռնել, ոնց որ ես կաթի արտադրամաս մտնում եմ, դե մարդիկ նայում են մաքուր, այս մեկ ամեն ինչ լավ, Չանախը ասում է, որ առաջի անգամ եկաք ձեր քրնետ գցեցիք այդ բանի տակ, տրուբայի տակ, ու այս ձևի վերցրեցիք, նայեցիք, ու սալֆետկայով սրբեցիք, սալֆետկան ծալեցիք, ասի վայ, սա ուրեմն առաջինը պրոֆեսիոնալ է, երկրորդը մեր հերը կանիցի, ցանկացած բան պետք է անենք, այն օրը մեր 25-ամյակին ինքն էլ ասեց, ասում է դուք ամեն անգամ գալիս էիք, մեզ նոր բան էիք պահանջում, մենք անում էինք, եւ անում են հավատացեք, եթե բարի սամարացին առաջ մի հատ հոլիկում արտադրեն, փոքր արտադրամասա ունեցել, այսօր բավական մեծ արտադրամաս ունի, եվրոպական տեխնոլոգիայով արտադրում, համարյա մարդկային գործոն գոյություն չունի այնտեղ, նույնն էլ բեկոն պրոդուկտը, երեխեք ջան, դրա համար եմ ասում, բայց իդեալական բաները դեռ չի նշանակում։ Չէ, ես ձեզ ասում եմ, կարող է արտադրողը իդեալական արտադրի, մենք իրանց էլ ենք ասում ենք հերիքա ձեր մարքետոլոգներին ասեք, ձեր մի անգամ էլ դաժան հերիքա թող ձեր մարքետոլոգները ձեր երշիկների հետևից գնան, թող գնան ասի ստուգեն, տենան ոնց են վաճառում, ես ինքս որ մտնում եմ, տեսել եմ Թամարայի տուփի մեջ, լցրած ռուսական բաներ, հանել եմ մեկ շպրտել, սուպերմարկետում, ասում այդ ինչ եք անում, ասի բա ինչ պետք է անեմ, սա Թամարայի տուփը չի, ասում այո, ասի Թամարան քեզ փողա չէ տալի, որ այս տուփը դնում ես, թե այո, բա ինչ ես բերել ես Մոսկովյանը լցրել, ես հիմա Թամարայի պաղպաղակ եմ ուզում, գլուխս մտցնեմ ներքև, մի ժամ փորեմ, որ Թամարա անե, և դրանից հետո ես մտնում եմ սուպերմարկետ, չգիտեմ վախից ինչ անեն, որտեղ այո ես նայում եմ, եթե ես տենում եմ երշիկը մի քիչ գույնը փոխված է, կարող է ինքը վաճառում է, որտեղ ինքը պիտի վաճառի, գիտեք ինչ են անում, դուրս են գրում, ասում են դուք 10 կիլոգրամ բան ունեք, կամ 50 կիլոգրամ չվաճառված ունեք, վերադար, իրանք են կտորները, որ օրինակ ես որ երշիկ եմ գնում, ասում եմ կտրի առաջ շերտը, երբ վաճառել, երբ չէ ինձ կապ չունի, ես գիտեմ որ 10% թողնում են իրենց, ասում եմ առաջ շերտը հանի, իրանք այդ շերտերն են հետ տալի, իսկ այդ մնացած կիլոգրամները վաճառում են փող են աշխատում, դուք այդ մանրամասից վաշե տեղակ եք, Պրոստը շուկան պետք է լավ ուսումնասիրել, երեխեք ջան, դրա համար որ մենք շուկան ուսումնասիրում ենք մեր համար ցավալի է, որ լրագրողները թողում ու գնում են, այդ թողեցեք ու գնացեք ձեր Տիկին Հակոբյան, հիմա մեկից հետո արդեն ամանոր է, այսօր կարող եք դուք այստեղից հայտարարել, որ մեր բնակչությունը անվտանգ, ապահով կարողանանք տվել հենց տեղական արտադրությունից։ Մի քանի խորհուրդներ էլի համենվել։ Մենք խորհուրդներ կտանք ամսի 15-ից հետո, ինչու, որպեսզի մենք մեր տված այցերը կատարենք, խորհուրդներ ձեզ տանք, ես օրինակ ամանորը գտնում եմ, որ մեկ էլ եմ ասում, պետք չի վաճառողներին, արտադրողներին, բոլորին, ներես տալ պետք չի, պետք չի գնա աստենց ամեն ինչ առնել բերել, այ մարդ, այդ ամեն ինչը ամեն օր կա, մենք հիմա փառք Աստծո սուպերմարկետներում ցանկացած ժամանակ եթե դուք հյուր եք ունենալ, մի հատ զանգում եք, ասում եք ինձ էս բաները այսքան գրամ բերեք, այսքան կես կիլո կլինի, 200 գրամ կլինի, 300 դրամ ընդամենը տալիս ես, մի ավելի լավա թարմ մատակարար ես, քո հյուրին էլ չթունավորես, դու էլ չթունավորես, կաստե մի անգամից առնում են, դնում են խալաձիլնիկ,
ամիսներով պամեն։ Ես հիմա մարդ գիտեմ, որ շկալադները գնելու զակատ արել, կամ մարդ գիտեմ հիմի բաստուրում են առելա փաթաթել, կա չէ երեխեք, բաստուրում են փաթաթել թաց շորով դրելա, որ հեսա մի 15 օր հետո արդեն չորացման պրոցեսը։ Մտավախությունը այն է, որ այդ օրերին հենց թանկացնում։ Դե դրա համար ասում եմ, պետք չի երես տալ արտադրողներին ու վաճառողներին։ Ձեր շատ գնումներով։ Գնեք քիչ, ակուրատնի, այդ երեկոյի համար, այդ հաջորդ օրվա համար մի քիչ։ Հաջորդ օրը պետք է գնացեք, նորից գնեք։ Այն ժամանակ իրանք խելոքանան։ Դուք հələ որ արտերկրի ֆիլմերը նայում եք, նրանց տոնական սեղանները տենում եք երեխեք։ Դա մի ուրիշ թեմա է вообще Ահա, ուզում եմ ասեմ, պետք չէ էլի մեզ մարդիկ վարկ են վերցնում, Երևան Սիթին էլ օգտվում, ես բան չունեմ ասել, լավություն անում, ասում եկեք վարկով, ապարիկով ձեզ ես տամ, են մյուսը, ասում եկեք Արջին բանկը, բա եկեք վարկ վերցրեք ինձնից, վարկ են վերցնում մարդիկ նոր տարան, պետք է կներեք հարամըլն այդ նոր տարին, որ վարկով պետք է անես, ավելի լավ տանդ նստես, դռներդ փակես, մի կտոր պանիր հաց ուտես, քո երեխեքի հետ, քանց թե վարկով բան անես, թու Տեր Աստված վարդ անես։ Ուզում ասեմ, պետք չէ երեխե, մեկ էլ եմ ասում, ես ինչի չեմ գնում մամլա ասուլիսն, ոչ տենց էլի թողում, գնում են, դե գնացեք, ձեզ մենք ուզում ենք բացատրենք, որ շատ բան է։ Չէ, բա դուք չեք ուզում, թե ինչ խախտումներ են, դուք չեք զգում, որ շատ խախտումներով են կատարվել լաբորատոր հետազոտությունները, ինչի է անընդհատ ստանդարտ դիալոգը մեջտեղում, կամ ինչի է սննդի անվտանգության տեսչությունը այսպես բան տալիս, կամ ինչի է այսօր համի որակ էին ցուցադրում մեզ, ամեն մարդուն չգիտեմ ինչքան գումար տալով, որ այդ ֆիշկաները գցի, ընկերներ, եկեք ամեն ինչը տեսնենք, մենք ճիշտ տեսնում ենք, ճիշտ խոսում ենք, մենք երբեք դասախոսություն չեմ կարդացել, ինչ-որ մեկի պատվերով հետքն է դա արել, բոլորը գիտեն շատ լավ, դուք գիտեք, չեք ասում։ Իսկ հետքի մնացած բաներն էլ մենք շատ լավ գիտենք։ Լավ, այդ արդեն քանի որ առանցին չենք ուզում այդ թեմային։ Արտադրողին վնաս կա։ Չէ, բայց հետքի կողքը ով կա կանգնած։ Ով է նախաձեռնեց, հետքը պատահական մտածեց, որ ուրեմն ես մի անգամ այդ համի բանը ասի նայեմ, ու ամենալավ արտադրող հանդիսացավ ինչ-որ մի ընկերություն, որին մենք 2 տարի անընդհատ ասում ենք թույլ տվեք գանք ձեր արտադրամասը նայենք, ձեր արտադրանքը լավը չի, մենք շուկան ուսումնասիրում, գանք տեսնենք, դուք ոնց եք արտադրում, ձեզ ինչ-որ մի բանով օգնենք, դրանք այդ 2 տարվա մեջ, ոչ մի անգամ, հազանգում ենք, այո լավ տիկինագո, կամ հեռախոս արդեն չէին վերցնում, լրիվ ֆիքսել էին մեր հեռախոսը համարներ, հետո լսեցի համի որակ, առաջի տեղը զբաղեցրեց այդ ընկերությունը, ծիծաղից ուշքս գնաց ջղայնությունից քիչ էր մնում, չգիտեմ ինչ անեի։ Նման բաներ շատ են, տեսնում դրա համար կասկածում ենք, էլի երևույթին։ Դուք ուղղակի մեր առևտրի շուկան չգիտեք։ Ինչպես։ Դուք եք չէ՞ տենց մրցույթներ անում։ Ինչ։ Բան բարեխիղճ արտադրողների անուններ եք հրապարակում, ճիշտ է։ Մենք վատնել ենք հրապարակում։ Մենք վատնել ենք ասում։ Մեր ամսագրում կա եւ լավը եւ կա վատը։ Սոսը, Գայանեն, մսամթերք, արդեն անգիր գիտեմ, որին ենք վատը կերում։ Շիրվանյան եւ ընկերներ։ Դե լավ, եթե մեր սննդի անվտանգության տեսչությունը շատ է մտածում, թող այդ գոնե մեր ասածները, թող գնան դրանց ասեն ընկերես ինչ եք անում։ Երբ որ ես առաջի անգամ մի քանի ընկերությունների անուն տվեց հեռուստաընկերությամբ, ես նույնքան շանտաժ ստացա, դուք չեք պատկերացնում, ասի եղավ, ասի, ես հիմա կմնամ միայն օֆիսում, դուք եկեք ձեր բոմբը կգցեք, թե ինչ կանեք, թե ինչ կանեք ձեր գործնա, դե լավ այդքան բան չկան, ուզում եմ ասեմ, այ է ձևի, մենք անընդհատ դրանց միջով ենք ասնում, իսկ շատ քիչ ուզում ենք խոսել, մեկ էլ եմ ասում, մեզ միկրոֆոն պետք չի,
Այն նախարար կառավարությունում մի երկու նախարար ասին, էլի ասին կազմակերպություններ կան, որ միկրոֆոնն ճարում որ խոսան։ Մենք չենք ուզում։ Դե մենք աշխատում ենք, ժամանակ չունենք։ Մենք ուսումնասիրում ենք։ Տես անցած անգամ որ ինձ հրավիրեցին, ասի հոп, մենք ուսումնասիրում ենք։ Ուսումնասիրենք, հետո կասենք։ Մենք ուսումնասիրեցիք, երբ որ դուք հրավիրեցիք, ասի, պожалуйста։ Բա, եթե դուք գաք մեր օֆիս եւ տեսնեք, որ ամեն արտադրողի տակ, քանի բանա պապկայա դրվում, դուք կտեսնեք, որ նյութեր հավաքվում ինչքան, հետո գնացեք մի ուրիշ կազմակերպություն, ասեք խնդրում ենք, այս արտադրողի մասը որ խոսում եք, ինչ տվյալ ունեք, գնացեք էլ երեխեք ջան, բայց դա ձեր գործի մեջ չի մտնում, թե դուք մենակ ուզում եք, որ գան ստից կանգնեն, խոսան, մանկական սնդամ, ինչ մանկական սնդամթեր, մենք մանկական սնդամթերքի հետ արդեն Տիկին Գայանեի հետ ենք խոսել քաղաքապետարանում, դու 1000 հատ ստեսյուն, 1000 հատ նամակել ենք գրել եւ ամեն ինչ ուզում ենք կարգավորենք։ Այդ մեկը ինչ չեք հարց բարձրացնում, 17 տարի է ես բարձրացնում եմ, սպառողական կրթությունը մտցնեն, որ գրագետ լինեն, արտադրողը կամ ներկրողը իրան թույլ չի տա հիմարություններ անի։ Կամ քիչ թույլ կտա։ Հակոբյան, ձեզ շնորհակալություն եմ հայտնում։ Մենք էլ ենք շնորհակալ այդ կարևոր թեմայի համար։ Կարծում եմ նորից պետք է գաք, ամեն դեպքում ուզում եք թե չեք ուզում, ասելիքը բավականին շատ է։ Ես ասում, ես շատ բան եմ ուզում ասեմ, բայց դուք որ ինձ ասիք վերջիս, հարկավոր է որ ջահելներ են, էլի իրանք չգիտեն թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես է եւ այսօրվա արտադրողին ես մեկին եմ հերնել անիծած բարի սամարացու բեկոնին էլ եմ մեկ երևույթի մասին ենք խոսում որ կարևորը իմ սպառողին իմ երեխային որակյալ ապրանք տան Всё, ինձ է այդակրում եւ ամտանք։ Իսկ ցավը նրանումն է հենց մեր, որ 3 տասնյակից ավել գործող մսամթերքին մենք հայտնի բերել ենք 12-ը, որոնց դրանք են։ Դե մյուսների մասին թող ասեն, չէինք ցավը։ Միգուցե խախտում կա մեկ մարդկային գործոն կա, բայց որ թողնում ես վատը միայն լավին, ասենք մեր հայտնաբերած, դրա համար մեզ ցավը թե չանունները։ Գիտեք ոնց երեխեք ջան, դա ձեր գործն է, հա։ Ասուլիս այսքանով ավարտենք, ծրագրողների եւ հարցերի։ Пожалуйста.